mücadeleye adayım. Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշորագույն քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են սկիզբ առել Ստամբուլում ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մայրաքաղաք Անկարայում ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության կենտրոնակայանի մոտ ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել Իմամօղլուին, որն արդեն մի քանի օրից ժողովրդի հանրապետական կուսակցության կողմից պետք է հռչակվեր նախագահի թեկնածու։ Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են 2028 թվականին թուրքական քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն Ռեջեփ Թայիպ Էրդողանը մինչև 2028-ի ընտրությունները ցանկանում է փոխել սահմանադրությունը ևս մեկ անգամ առաջադրվելու նպատակով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինական ատոմակայանների տնօրինումը Վաշինգտոնին փոխանցելու առաջարկ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը չեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թրամփի կարծիքով սա Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների լավագույն պաշտպանությունը կլինի։ Միացյալ Նահանգների նախագահը վկայակոչելով էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծառայությունների ոլորտում Վաշինգտոնի փորձը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է մեջբերում շատ օգտակար լինել այս կայանների գործարկման հարցում։ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների վերսկսման մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ցամաքային գործողությունների նպատակը իսրայելական բնակավայրերին հարող տարածքներում գտնվող անվտանգության գոտին ընդլայնելն է, ինչպես նաև Գազայի հյուսիսային եւ հարավային հատվածների միջև բուֆերային գոտու ստեղծումը։ Իսրայելցի բարձրաստիճան զինվորականները պնդում են, որ իրենց ենթակա ստորաբաժանումներն արդեն իսկ վերահսկողություն են հաստատել Գազան երկու հատվածի բաժանող Նեցարի միջանցքի նկատմամբ։